հայրենակիցներ, այսօր մենք հավաքվել ենք ազգային ժողովի մոտ, այսօր Հայաստանում է գտնվում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը, Հարգարժան օմբուդսմեն, մենք այսօր հավաքվել ենք ազգային ժողովի դարպասների մոտ, որպեսզի բարձրաձայնենք այն ամենաթողությունը, այն անարդարությունը, որը կատարվում է Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Ադրբեջանում։ Այսօր Հայաստանի բանտերում նստած են մարդիկ, ովքեր որ դուրս էին եկել պայքար իրենց խղճի, իրենց հայրենիքի, ազատության, ինքնիշխանության և պետության համար։ Մարդիկ, ովքեր կապ ունեն հանցագործության հետ այնքանով, որքանով Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը կապ ունի պետության հետ։ Այդ մարդիկ քաղբանտարկյաններ են։ Մարդիկ, ովքեր որ Հայաստանում հորինված կեղծ ժողովրդավարության շղարշի տակ բախվել են անարդարության և գտնվում են բանտերում։ Հարգարժան օմբուդսմեն, հայտարարակ իրավիճակ է տիրում նաև Ադրբեջանում։ Կեղծ խաղաղության մասին խոսացող Հայաստանի իշխանությունների շոուների ֆոնին Ադրբեջանում գտնվում են մեր հայրենակիցները, մարդիկ, ովքեր գտնվում են անարդար, գտնվում են բառիսպուն իմաստով դիկտատոր Իլհամ Ալիևի իշխանության տակ և իրենց փորձ է արվում տարբեր շոուների միջոցով օգտագործել թե Հայաստանի դեմ և թե Ադրբեջանում Ալիևների իշխանությունը պահելու համար։ Եվրոպական միության հիմքերը, դոկտրինը, կուզեք ասել արմատները, ի սկզբանե դրվել են ժողովրդավարության, ազատ խոսքի, ազատ տեղաշարժի, իրավունքի կոնտեքստում։ Եվ այս ամենի ֆոնին լռել, չբարձրաձայնել և չստիպել, որպեսզի Հայաստանի իշխանությունները, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունները վերջ տան ամենաթողությանը, հանգեցնելու է նոր ահետների։ Շատ լավ հայտնի է բոլորիս, որ երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկից առաջ, այն ժամանակ ֆաշիստական Գերմանիան, որ իշխանությունները իրականացնում էին ամենաթողություն և երբեմն սկզբից բախվում լռության և համերաշխության, բերեցին ահռելի մեծաղետ։ Այս ամենը վերաբերում է Իլհամ Ալիևին ևս, ով իր ամենաթողությամբ և իր փոքրիկ գործընկեր Նիկոլ Փաշինյանի ամենաթողությամբ Հայաստանում փորձում է տարածաշրջանում, թե Հայաստանում և թե Ադրբեջանում հաստատել հակաժողովրդավարական համակարգ։ Մենք այսօր եկել ենք բարձրաձայնելու այն անարդարությունների մասին, որոնք տիրում են։ Դրա մասին լռելը հավասարազոր է հանցագործության։ Դրա մասին չխոսելը հավասարազոր է հանցագործության։ Դրա դեմը չառնելը հավասարազոր է հանցագործության։ Վստահաբար իշխանությունները ձեզ տարբեր ֆորմատներով ներկայացնում են կեղծ նյութեր, կեղծ տեղեկանքներ և Հայաստանում իբրև թե առկա ժողովրդավարության մասին տարատեսակ հայտարարություններ, որոնք որևէ կերպ կապ չունեն իշխանության վարած քաղաքականության հետ։ Այժմ խոսքը ցանկանում եմ տրամադրել Արցախի ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանին։